Մի օր աչքդ բացես կպարզվի, որ այն ռազմավարական հիմնարկը, որ այսօր հայ գործարարի տիրապետության տակ է, անցել է Թուրքի։ Կասեն մեկ է, խաղաղություն է, թող թուրք լինի սեփականատերը։ Մեր դարավոր թշնամու ձեռքին անցնելու են շատ ճակատագրական հիմնարկներ, դարավոր այն Թուրքի, որը 5 տարի առաջ պատերազմող թշնամի էր։ Չեմ ասում ցեղասպանության մասին, որը եղել է 110 տարի առաջ, խոսում եմ 5 տարի առաջ կատարվածի մասին։ 5 տարի առաջ բայրակթարներով սպանում էր մեր տղերքին։ 5 տարի առաջ Նիկոլը հայտարարում էր, թե Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք է, եկել է ցեղասպանությունը շարունակելու։ 5 տարի անց ինչ է արել Թուրքիան, որ հակառակում համոզի։ 1915 թվականին ցեղասպանել են, 100 տարի անց դեռ թշնամի են։ 2020 թվականին էլի կոտորել են, ինչ ուզել տվել ու զիջել ենք, ու 5 տարում բարիշեցիք։ Թուրքիան իր ներդրումը Հայաստանում արել է 2020 թվականին 5000 զոհի պատճառ դառնալով, 10,000-ից ավելի վիրավոր տալով, հարյուրավոր, հազարավոր տներ քանդելով։ Դա է թուրքական ներդրումը։ Թուրքական ներդրումը բայրակթարն է։ Այս սաղ մոռացել են, որ ատամները բացած նկարվում են հետները ու վիզ ծռում։ Հարց տամ էլի, ինչի Նիկոլը ում հետ որ թշնամանում է, 5 տարի հետո բարիշում է։ Մինչև հիմա 25 տարի առաջվա մոռ է հանում։ Բա պետությունը 5 տարում մոռացավ վերքերը, վրեժը, կոտորածը։ Դու կարող է մոռանաս, թուրքերը չեն մոռանա, որ դու թշնամի ես։ Մեր 18 տարեկան երեխեքին սպանում են, 5 տարի անց արդեն ողջունում ես իրենց։